Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, խոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Այսօր Հայաստանի առաջին հանրապետության օրն է, շնորհավորում եմ։ Դարերի պետական չգոյությունից հետո Հայաստանը Փյունիկի նման վերածնվեց եւ երբ իր համաշխարհային ճգնաժամ գրքում Չերչիլը գրում էր, որ Հայաստանից մնաց միայն անվանումը եւ Հայաստանը առհավետ լքեց քաղաքական թատերաբեմը, հայ ժողովուրդն ապացուցեց, որ Չերչիլն այդտեղ սխալվել էր։ Եվ դրա կենդանի վկայությունն է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Մենք դժվար օրեր ենք ապրում եւ պայքարը դեռ առջևում է։ Պայքար հանուն անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության, հանուն Հայաստանի Հանրապետության, հարատևության եւ հավերժության։ Այս անկախությունը այս անգամ այլևս անշրջելի է եւ անշրջելի էլ պետք է լինի։ Սա է թե մեր նախնիների պատգամը, որը մեր սերունդը պետք է փոխանցի հաջորդ սերունդներին, դա է նաև պատմության տրամաբանությունը։ Այն ամենից հետո, ինչ մենք վերապրել ենք դարերով, սերունդներով, այս ամենը այո բերում է իր հենց այդպիսի տրամաբանական վերջաբանի։ Հայաստանը պետք է իր զարգացման ուղին բռնի։ Այդ զարգացումն է հենց որ մեզ ապագա է խոստանում, առանց զարգացման չկա ապագա։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այսօրով փորձում են Հայաստանի շուրջ փչացնել անվտանգության միջավայրը եւ այնտեղ էսկալացիա մտցնել, հենց այդպիսի էսկալացիա է տեսնում, իբր տեսնում Մոսկվայից Ռուսաստանի պաշտպանության նախարարը, թե ինչ էսկալացիա, որտեղ, ով է այդ էսկալացիան հրահրում, ով է այդ էսկալացիայի տերը, հեղինակը, ինչպես է այն դրսևորվում, այդ մասին իհարկե այդ ռուս ֆաշիստը մեծահոգաբար կամ բազմանշանակորեն լռում է։ Ճիշտն ասած մեզ առանձնապես հետաքրքիրել չէ ինքը ինչ է ասում, այնուամենայնիվ մենք սա չենք կարող հաշվի չառնել, մանավանդ այն բանից հետո, երբ Հայաստանն ըստ էության մերժել է ռուսներին հյուպատոսություն բացել Կապանում եւ պայմանավորվել է, որ Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Գորիսում։ Ինչի համար։ Ոչ թե ռուսներին սիրում ենք նրանց կամ չենք սիրում, նրանց ենք սիրում, ոչ, որովհետև Հայաստանի անվտանգության եւ զարգացման շահերից է բախում, որ Սյունիքում ռուսական հյուպատոսություն չլինի եւ բախում է, որ ֆրանսիական հյուպատոսությունը լինի, ահա այդքան պարզ, որովհետև այդ ամենը գալիս եւ տեղավորվում է մեր շահերի եւ նպատակների մեջ եւ եւս մեկ անգամ ֆիքսում այն արժեքների ընդհանրությունը, որը մենք ունենք Ֆրանսիայի հետ եւ չունենք եւ Աստված մի արասցե ունենանք Ռուսաստանի, այսօրվա Ռուսաստանի հետ։ Վաղը ինչ կլինի, ով գիտի, կապրենք կտեսնենք, բայց այդ վաղը դեռ շատ հեռու է։ Կգնան, ինչպես ասում են, մարդ կդառնան, հետո նոր կգան հետները կխոսենք այդ թեմաներով։ Իսկ հիմա այո, այսպես է իրավիճակը։ Եվ ուրեմն
նորից շնորհավորում եմ եւ բարի երթ մեր երկրին։ Մենք ուրիշը չունենք։ Մեր պետությունը, մեր հայրենիքն է եւ մենք այն պետք է որպես ժառանգություն փոխանցենք հաջորդ սերունդներին եւ անելու ենք դա։ Շնորհավորում եմ, լավ է լինելու, բարին ձեզ, կհանդիպենք։